գեր, տխմար եւ նման ձևակերպումներ են տալիս։ Շնորհակալություն։ Առաջին հարցի վերաբերյալ նշեմ, որ ես իմ դիրքորոշումը նաև հրապարակային եմ ներկայացրել, ըստ էության, եթե մասնագիտական լեզվով ասելու լինեմ, պիտի ասեմ, որ ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում, իսկ հանրամատչելի լեզվով պիտի հատուկ արձանագրեմ, որ ես անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում սահմանադրությամբ սահմանված պարտականությունների հետ եւ չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ եւ այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով, եւ երկրորդ հանգամանքը, որը հիմա դարձյալ կուզենամ շեշտադրել, այն է, որ մենք բոլորս գիտենք, որ զինված ուժերում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, եւ այս տեսանկյունից դարձյալ իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն եւ հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից, բայց սա շատ հանրամատչելի լեզվով իրականում կարելի է շատ երկար խոսել այս նախագծային կարգավորումների առնչությամբ։ Նախապես նախագիծը չի քննարկվել ինձ հետ, նաեւ ընդհանուր առմամբ հաստատությանը չի ուղարկվել, հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանին նախագծերն ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են կառավարության նախաձեռնություններին, ազգային ժողովի պատգամավորների պարագայում նման պարտականություն չունեն, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում նաեւ հարցի հետ կապված, քանի որ հրապարակային եմ դիրքորոշում հայտնել, վստահ եմ, որ այս առումով քննարկումներ կունենան։ Երկրորդ հարցի հետ կապված էլ շատ կարճ ուղղակի ասեմ, որ մեր լիազորությունները տարածվում են բացառապես պետական մարմինների եւ պաշտոնատար